Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր սեպտեմբերի 15-ն է, երկուշաբթի։ Հայաստանի բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, խնդիր չունի։ Մեր բանակի խնդիրը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։ Սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի դեպքում։ Այդ մասին համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն միջազգային համաժողովի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այս ռազմավարությունն այսօր արդեն ընդամենը 2-3 տարվա ընթացքում տվել է շատ կոնկրետ, աներևակայելի արդյունքներ։ Օրինակ, նախկինում Հայաստանում զենքի եւ սպառազինության ձեռքբերման մեր շուկաները խիստ սահմանափակ էին։ Սահմանափակ էին ոչ միայն աշխարհագրությամբ, այլև հասանելիությամբ։ Հիմա մեր շուկաները ըստ էության անսահմանափակ են, ասել է նա, տարընթերցման տեղ չտալու համար հավելելով, թե այնպես չէ, որ Հայաստանը բոլոր տեսակի սպառազինություններից ունենալու ձգտումներ ունի։ Ըստ Փաշինյանի, լեգիտիմության ռազմավարությունը տվել է կոնկրետ արդյունքներ, դա ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական համագործակցության շրջանակի ընդլայնումն է։ Խորհրդարանում այսօր ճեպազրույցներ են անցկացվել, որոնց մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Հարցերի մեծ մասը վերաբերել է ազգային ժողովի առաջիկա ընտրություններին եւ վերջին քաղաքական գործընթացներին, Վաշինգտոնյան փաստաթղթերին, Ռուբինյան Սերդար Քլեչ հանդիպմանը։ Հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումից հետո արդյոք հնարավոր է համարում, որ հենց դրանից հետո հայ-թուրքական սահմանը բացվի։ Մենք այս բային գործընթացներն իրարով չենք պայմանավորում, մենք աշխատում ենք ուրեմն Ադրբեջանի հետ, ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի հիման վրա, ելնում ենք ձեռք բերված պայմանավորվածություններից, նույնը նաև Թուրքիայի հետ, եւ հույս ունենք, որ երկու երկրների հետ հնարավորինս շուտ կհաջողվի հասնել արդյունքների։ Թուրքիայի արտգործնախարարը կարծեմ 3 թե առաջ օրը համենայն դեպս Քլեչի այցից հետո հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանն ըստ ամենայնի 2026-ի սկզբում կստորագրեն խաղաղության փաստաթուղթը, այսինքն կա արդեն հստակ ժամկետ եւ նրա հայտարարությունը որտեղից է բխում, այսպես ասենք։ Մենք ելնում ենք բացառապես պաշտոնական փաստաթղթերից, պաշտոնական պայմանավորվածություններից, այն պայմանավորվածություններից, որոնք որ ձեռք ենք բերել օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում, ժամկետներ այս բան չկա, եթե լինեն նման նոր լուրեր կապված խաղաղության գործընթացի հետ, բնականաբար մենք հնարավորինս արագ դա կոմունիկացնենք մեր հանրության հետ, հիմա մենք աշխատում ենք ելնելով ուրեմն հիմնվելով այն փաստաթղթերի վրա, որոնք որ գոյություն ունեն։ Մնացածը պաշտոնական չեն եւ process-ի հետ, այսպես ասած, կապ չունեն այնքան ժամանակ, մինչեւ որ դրանք չեն դառնա պաշտոնական։ Խաղաղության գործընթացները, որի մասին խոսում է այսօրվա իշխանությունը, իրատեսական չեն, բավականին դժվար իրավիճակ է ստեղծված։ Եզրակացությունը մեկն է, որ մենք պետք է անենք, մեր ժողովուրդը պետք է անի բանակցողների փոփոխություններն է։ Եթե դուք գաք իշխանության, սեղանի եղած փաստաթղթի հետ ինչպես եք վարվելու, չեղյալ եք համարելու, նոր բանակցային փաստաթուղթ եք բերելու եւ երբ որ ասում եք ճնշումների է ենթարկվում Հայաստանի գլխավոր բանակցողը, ինչ եք կարծում, Ադրբեջանը նոր բանակցողի պայմաններում փոխելու է իր դիրքորոշումը։ Նախ խորհրդարանական ընտրությունների մասին դեռ երկար ժամանակ կա եւ կարծում եմ, որ մեր ուժը եւ դաշինքը եւ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերը դերևս ժամանակ ունեն հետեւություններ անելու եւ ծրագիր կազմելու, դրա մասին ես այսօր չեմ խոսի։ Կարծում եմ, որ ցանկացած նոր ուժ, որը որ կարող է գալ իշխանության, իսկ այդպիսի հնարավորություններ կարող են ունենալ բազմաթիվ ուժեր, առաջին խնդիրներից մեկը դա ռեալ ազգային երաշխիքի ձևավորումն է, ներքին ամրության բանակի եւ մյուս քայլերից մեկը, եթե այդ ամրությունը ներքին կա, ապա վերաբանակցություններն են, այսինքն մեր շահերից բխող վերաբանակցություններ իրականացնելը, կետ առ կետ անցնելը եւ ամեն մի կետում եզրակացություն անելը մեր շահերը որոնք են եւ այդ շահերը, այդ բանակցությունները պետք է լինեն համապատասխան բալանսի եւ նաեւ փոխադարձ շահերի հարգանքի շրջանակներում։ Իմպիչմենտի հարցով լսումներ կազմակերպելու նպատակը խնդրում եմ պարզաբանեք, ինչ նպատակ ունեք, որպեսզի հասկանաք հանրային պահանջ կա թե ոչ, թե կարծիքներ լսեք։ Մեզ անհրաժեշտ չի
հարցնել հանրությունից արդյոք դրա հանրային պահանջը կա թե չէ, որովհետև դա ակնհայտ տեսանելի է բոլոր հարցումների արդյունքներով։ Խնդրում եմ ասել, եթե դուք գաք իշխանության, ինչ եք անելու եղած փաստաթղթի հետ, պատրելու եք, դեն եք նետելու, վերաբանակցելու եք, նոր բովանդակություն եք բանակցելու։ Վերաբանակցել թե չվերաբանակցել։ Իմ մի շարք գործընկերներ, Արմեն Աշոտյան եւ մի շարք այլ հանրապետականներ մանրամասն ներկայացրել են, թե որոնք են հիմքերը, որոնք հնարավորություն են տալիս այդ պայմանագիրը նախաստորագրված մակարդակում ինչ իրավական ոչ քաղաքական ինչ իրավական հիմքերով այն հնարավոր է վերաբանակցել։ Եթե ծանոթանաք Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը, այնտեղ կետերով գրած են անթույլատրելի թերացումները, որոնք ճակատագրական կարող են լինել մեր երկրի համար, որոնք թույլ է տվել Փաշինյանը։ Այդ դրանք մենք փորձելու ենք շտկել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների 3 տարածած սկանդալային միջադեպի մասին։ Բաքուն հայտնել էր, որ Ստեփանակերտում ձերբակալվել է տեղի բնակիչ 1967 թվականին ծնված Կարեն Ալբերտի Ավանեսյանը։ Տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Ստեփանակերտում Կարեն Ավանեսյանը իբր նախապատրաստում զինված սադրանք։ Ըստ ադրբեջանական աղբյուրների կադրերում երևում է, որ տղամարդը քայլում է ուսապարկով, մտնում տներից մեկը, հետո ինչ-որ բան վերցնում ու դնում պայուսակի մեջ, որը հստակ չի երևում։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ Ավանեսյանը գնացել է քաղաքի մոտակայքում գտնվող անտառային տարածք, վերցրել այնտեղ նախկինում թաքցրած Կալաշնիկով ավտոմատը, դրա համար նախատեսված 4 պահունակ եւ 5 նռնակ։ Նրան ոստիկանները ձերբակալել են այն պահին, երբ իբր փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին։ Զինված դիմադրություն է ցուցաբերել ոստիկանությանը, կիրառել է նռնակներից 3-ը եւ ավտոմատից կրակ է բացել։ Պատասխան կրակից Ավանեսյանը վիրավորվել է եւ ձերբակալվել։ Բացի այդ, ըստ ադրբեջանական կողմի վիրավորում է ստացել նաեւ 1 ոստիկան։ Հաղորդվում է, որ Կարեն Ավանեսյանն այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։ Ռուսաստանի Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված։ Հայտնում են Գազպրոմ Արմենիայից։ Սեպտեմբերի 16-ին ժամը 9-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 9 Ռուսաստանի Ստավրոպոլի տարածաշրջանում Հյուսիսային Կովկաս, Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ։ Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան եւ հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների, ներքին պաշարների եւ Իրանից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին, նշվում է հաղորդագրությունում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունները տեղի կունենան համեմատաբար շուտ ամերիկյան կողմի մասնակցությամբ։ Կարևոր չէ դուք դա գագաթաժողով կհամարեք, թե պարզապես հանդիպում, բայց ես հավանաբար պետք է խոստովանեմ, որ նրանք այնքան շատ են ատում միմյանց, որ գրեթե չեն կարող խոսել, ասել է Թրամփը Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներին։ Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, որ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ շուտով։ Մեկ օրում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 68 զոհվածների աճյուններ եւ 346 վիրավորներ։ Փլատակներում եւ ճանապարհներին դեռևս կան բազմաթիվ զոհեր, որտեղ շտապօգնության եւ քաղաքացիական պաշտպանության խմբերը դեռևս չեն կարողացել հասնել։ Նշվում է, որ նույն ժամանակահատվածում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է սովի եւ թերսնման պատճառով մահվան 2 դեպք։ Ըստ այդմ սովից եւ թերսնումից մահվան դեպքերի թիվը հասել է 422-ի։ Նրանց թվում են 145 երեխաներ։ Իսրայելի զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր հասել է 64871-ի, իսկ վիրավորներինը 164610-ի։ Ամերիկյան հայտնի Starlink արբանյակային ինտերնետային ծառայությունում ամբողջ աշխարհում խափանումներ են գրանցվել։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Starlink-ի աշխատանքում խափանում կա, մեր թիմը հետաքննում է, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, առանց այլ մանրամասներ հաղորդելու։ Միայն Միացյալ Նահանգներում արբանյակային ինտերնետի խափանումից տուժել է ավելի քան 43000 օգտատեր։ Starlink-ը, որը ղեկավարվում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից, ինտերնետային ծառայություն է մատուցում երկրի ցածր ուղեծրում գտնվող արբանյակների միջոցով։ Շիրակի մարզի առողջապահության ոլորտում նոր միավորումներ են սպասվում։ Քննարկվում է առաջնային բուժօգնության օղակի թիվ 1 եւ Բեռլին պոլիկլինիկաների տեղափոխման հարցը թիվ 2 պոլիկլինիկայի շենք, որն այս պահին շենքային, գույքային վատ պայմաններ ունեցողներից մեկն է։ 3-ը մեկ հարկի տակ օպտիմալացման ծրագիրը հնարավոր կդառնա քաղաքի ամենահին հիվանդանոցային շենքի հիմնանորոգումից հետո։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախկինում երկրորդ հիվանդանոց, հետո պոլիկլինիկա։ Այն ամենահին առողջապահական շենքերից մեկն է։ 1930-ականների կառույց է, պատմամշակութային շինություն, որը հիմնանորոգման ծրագրերում երբևէ չի հայտնվել, բայց 2 անգամ հատակի փլուզում է տեսել։ Շենքային պայմաններն ու բուսսարքավորումային ապահովվածությունը մեղմասած նախանձելի վիճակում չեն։ Այժմ բուժհաստատությունը ուշադրության կենտրոնում է։ Նախատեսվում է հիմնանորոգում, որպեսզի այս շենքում կենտրոնացվի Գյումրիի ևս 2 պոլիկլինիկաների գործունեությունը։ Կառույցի հիմնանորոգման մեծ ծրագրի նախագծի ավարտի եւ փորձաքննության փուլի մասին մանրամասներ է հայտնել նախարարը։ Մեր ամենասիրելի մեծ պրոյեկտներից մեկը այս գեղեցկագույն շենքի վերականգնումն է, որպեսզի այն իր թե մշակութային, թե ճարտարապետական արժեքը պահպանելով ծառայի մեր Գյումրու բնակիչներին որպես նորագույն առաջնային օղակ։ Եվ սա շատ կարևոր քայլ է լինելու մարզային բուժօգնության որակի բարելավման մասով։ Սա Գյումրիում առաջնային բուժօգնության օղակի աշխատանքի բարելավումներից մեկն է, դիտարկում նախարարը։ Թիվ 2 պոլիկլինիկայի շենքը հիմնանորոգելուց հետո կտեղափոխվեն թիվ 1 եւ Բեռլին պոլիկլինիկաները։ Ըստ Անահիտ Ավանեսյանի, սա ոչ թե բուժհաստատությունների միավորում է, այլ ռեսուրսների ճիշտ կառավարում։ Միավորվելու են այդ պանիկայի ենթարկող արտահայտությունը, կարծում եմ տեղին չի։ Այս մեր բարեփոխումը վերաբերվում է կազմակերպաիրավական խոշորացման, ինչը հանգեցնում է ավելի մեծ ռեսուրսների ֆինանսական կուտակման, վարչական ծախսերի կրճատման եւ նաեւ բժշկական կենտրոնների մեջ անձնակազմի շատ ավելի ճկուն հերթափոխերի կազման։ Բժշկական անձնակազմը դրանից միայն շահում է։ Թիվ 2 պոլիկլինիկայից բացի նույն շենքի տարբեր մասնաշենքերում են գործում շտաբ բուժօգնության կայանն ու Արյան բանկը։ Այս 2 կառույցները որտեղ է հնարավոր ժամանակավորապես տեղավորել մինչև շինարարության ավարտը։ Այս հարցը խնդրահարույց է։ Առայժմ տարածքի փնտրտուքների մեջ են, իսկ թիվ 2 պոլիկլինիկայի համար ժամանակավոր տարածքի տարբերակ քննարկվում է նախկին Սամարիտեր հիվանդանոցի շենքը։ Բայց հիմա պիտի մտածենք ինչպես ենք ժամանակավոր տեղավորելու մեր ուրեմն անձնակազմին բուժծառայությունները, այստեղ է տեղակայված շտապօգնության ծառայությունը, արյան ծառայությունը, սա է աշխատանքային քննարկումներ, որտեղ պիտի լուծումներ գտնենք։ Սամարիտերի մի հատվածը տեսչական մարմիններն են, որոնք առանձնացված են այլ մուտքով, իսկ հիմնական մուտքով Սամարիտերը ամբողջությամբ ազատ է, մեր աշխատակիցները պոլիկլինիկայի մեր գործընկերները գնացել նայել, նաև Երևանից առողջապահության նախարարության ծիգի տեղաներն են եկել, արդեն գծագիրը ամբողջությամբ ունենք, որտեղ ինչ է լինելու, այնտեղ էլ մի քիչ շինարարություն ունենք անելու այդ պատերը կիսելու, այնտեղ ամեն ինչ նորմալ է, տեղափոխման հարցը լուծվելու է, բայց շտապօգնության ու Արյան բանկի հետ կապված մի քիչ խնդիր ունենք, հասկանալու ենք ուր ենք տեղափոխելու իրենց։ Բայց ոչ ժամանակավոր այլ հեռանկարում Արյան բանկը եւ շտաբուժօգնության կայանը Գյումրիի համար արդեն 6 տարի կառուցվող ծննդատան նոր շենք տեղափոխումը։ Սա հիմնական լուծում է համարվում 2 կառույցների համար։ Նոր ծննդատունը կառուցվում է Գյումրի բժշկական կենտրոնի հարևանությամբ։ Շինարարությունը պարբերաբար դադարեցումներ է ունեցել։ Հայտնի դարձավ, որ նոր շին մրցույթ են արել եւ նոր շին կազմակերպություն է ընտրվել։ Տենդերը շահել ենք, պատկերացրել ենք, որ պիտի տանիքը եւ պատուհանները լինի, չեն եղել դրանք։ Հիմա պետությունն ավելացրել է այդ մնացած կատարվող աշխատանքների համար ծավալները, ըստ դրա մենք սկսում ենք նորից շինարարությունը շարունակել։ Պատուհանների, տանիքի, այս ալիկաբոնդի մաքրման աշխատանքները, մեկ է ներսը ձևափոխվում է սենյակները, այդ իր նախկինում շարած պատերը ապամոնտաժում ենք, որ նոր նախագծով նորը շարենք։
Ինչպես գիտեք, շենքը սկսվել է կառուցվել բարերարի կողմից, այնուհետև կառավարությունը նաև տեսնելով, որ բավական երկարաձգվում է, նախաձեռնել է եւ միջոցներ է հատկացրել, որպեսզի մենք շատ ավելի, այսպես արագ կարճ ժամկետում կարողանանք հասցնել ավարտին ծննդատան շենքը։ Մարզային առողջապահության ոլորտում շենքային պայմանների փոփոխություններին բուս սարքավորումներով ապահովման զուգահեռ լուրջ խնդիր է մնում բուս սպասարկման որակի եւ նեղ մասնագետների բացը լրացնելը։ Ըստ այդմ մարզերի բնակիչները նախընտրում են բուժվել երևանյան կլինիկաներում։ Նախարարը շեշտում է, ձեռնարկած բոլոր քայլերը բուժառուների հոսքը կրկին մարզեր վերադարձնելն է։ Ինչու ենք մենք ենթակառուցվածքների, սարքավորումների, կրթական ծրագրերի վրա այսքան ուշադրություն դարձնում, որովհետև բարձրակարգ մասնագետներ, երբ որ աշխատանքի հնարավորությունները դիտարկում է այն կենտրոնը, որը հագեցած է, որը ունի նորմալ պայմաններ եւ սա է մեր նաեւ ցանկությունը, որ անընդհատ զարգացնելով մարզային բժշկական կենտրոնները ստեղծել հնարավորություն նաեւ գալու այստեղ աշխատելու։ Մարալիկի առողջության կենտրոնը օրերս համալրվել է նոր սոնոգրաֆիայի սարքով։ Ախուրյանի հիվանդանոցին էլ նոր լաբորոսկոպիկ սարքավորում է հատկացվելու, իսկ Արթիկ քաղաքում բժշկական կենտրոնի նոր շենք է կառուցվում, որի աշխատանքները սկսվել են 2024 թվականին։ Պետական բյուջեից 2025-ին հատկացվել է 320 միլիոն դրամ, ավարտը նախատեսվում է 2027 թվականին։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Ինչպես կահավորել բնակարանն ու աշխատասենյակը մատչելի, միևնույն ժամանակ ժամանակակից ոճով ու հարմարավետ։ Գյումրիում այս հարցերի պատասխանը տալիս է Լավ տուն նորաբաց կահույքի սրահը, որը գործում է Գորգու 84 կոտորակ 4 հասցեում։ Ներկայացված տեղական ու ռուսական արտադրության կահույքը հաճախորդներին է առաջարկվում ճկուն զեղչերով ու անհատական մոտեցմամբ։ Կահույքի ցանկացած մոդել հաճախորդը կարող է պատվիրել նախընտրած գունային ու ոճային համադրությամբ։ Ինչպիսին պետք է լինի լավ տունը։ Յուրաքանչյուրի համար ընկալումները տարբեր են։ Ընդհանուր է այն, որ լավ տանը պետք է տիրի ջերմ մթնոլորտ, համերաշխություն եւ հարմարավետություն։ Իսկ հարմարավետություն ապահովում են ճիշտ ընտրված կահույքը եւ բնակարանի ընդհանուր ինտերիերը։ Այս ամենի ճիշտ համադրություն Գյումրիում առաջարկում է Լավ տուն կահույքի սրահը։ Սրահն առաջարկում է խոհանոցի, ննջարանի, մանկական սենյակների եւ հյուրասենյակների ոճային ու որակյալ կահույք։ Հաճախորդը կարող է ընտրել ցանկացած տարբերակներից, միևնույն ժամանակ կարող է անհատական պատվեր գրանցել, այսինքն կահույքի ցանկացած մոդել կարող է պատվիրել իր նախընտրած գույնով ու չափերով։ Թե ինտերիերով, թե գունային երանգներով մենք կազմակերպում ենք ամբողջը ավելի գեղեցիկ, ավելի նեյտրալ կերպով։ Մենք նաև ընդունում ենք անհատական պատվերներ, դուք տրամադրում եք մեզ ձեր տանը համապատասխան չափերը, ընտրում ենք միասին գունային երանգ եւ այլն։ Մենք 3D մոդելավորում ենք, համաձայնեցնում ենք մեր հաճախորդների հետ, համաձայնելու դեպքում նոր պատվերը արդեն գրանցում ենք։ Լավ տանը ներկայացված է կահույք, որը ներկրված է, նաև տեղական արտադրության տարբերակներ կան։ Որակական ու ոճային առումով լավ տան տեսականին մրցունակ է, բայց որակով չի նշանակում, որ պարտադիր բարձր գին է ունենալու։ Կահույքի սրահում տեսականին առաջարկում են զեղչերով, նաև ապառիկ վաճառքով։ Ունենք ճկուն գնային համակարգ, ունենք բնականաբար զեղչեր, միշտ առաջնորդվում ենք հաճախորդի կարծիքով, փորձում ենք մաքսիմալ այնպես անել, որ համապատասխան լինի որակը արժեքի հետ, նոր առաջարկում ենք հաճախորդին։ Նախ գներն էին շատ մատչելի է, ամեն ինչը, երկրորդն է տարբերվող է, կահույքը տարբերվում է ամեն ինչը։ Նրբաճաշակ, գեղեցիկ, ճիշտ կահավորված, դետալները մանրամասն, այնպեսի տեսք ուներ, որ միանգամից ուզում ես արդեն գնել։ Ննջարանային, հյուրասենյակի ու մանկական սենյակների կահույքի տեսականին ներկայացված է հավաքածուների ամբողջական տեսքով, բայց լավ տուն կահույքի սրահում հաճախորդի ցանկության դեպքում հնարավոր է նաև առանձին հատվածների վաճառք։ Կարող ենք նաև վաճառել առանձին, այսինքն եթե հաճախորդը օրինակ ցանկություն ունի գնելու մենակ այս մահճակալը, մենք ունենք այդ հնարավորությունը։ Լավ տանը կարևորում են նաև լավ սպասարկումը եւ հետադարձ կապը հաճախորդների հետ, տրամադրում են կահույքի անձնագիր եւ երաշխիքային սպասարկում։ Կահույքի հետ մեկտեղ մենք տրամադրում ենք անձնագիր հենց կահույքի համար, որը որ ունի 1 տարի երաշխիք, բացի դրա մենք անընդհատ հաճախորդի հետ կապի ենք դուրս գալիս,
հասկանալու համար մեր կահույքը ինչ վիճակում է ամիսներ հետո, եթե նույնիսկ 1 տարին էլ լրացել է ու մեր կարիքը կա, որ պետք է որևէ, չգիտեմ, որևէ մաս է վնասվել, կարող ենք դա ուղղել, միանշանակ կատարում ենք այդ ֆունկցիան։ Постарались в этом магазине. Այս սրահում աշխատել են ստեղծել ջերմ մթնոլորտ, պատահական չէ, որ սրահը կոչում է լավ տուն։ Ես իմ տանը դասական կահույք ունեմ, բայց արդեն հոգնել եմ դրանից։ Այս տարիքում էլ ուզում եմ թարմություն մտցնել կենցաղումս, ժամանակակից ոչ բերել, իսկ այդ հնարավորությունը տալիս է լավ տուն կահույքի սրահը։ Լավ տուն կահույքի սրահն ընդունում է նաև բնակարանների ամբողջական ինտերիերի ձևավորման պատվերներ, բացի կահույքից, ոճային ինտերիերի ապահովման այլ բաղկացուցիչներ, անկողնային պարագաներ, լուսամփոփներ ու վարագույրներ ևս այստեղ կարելի է գտնել։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը ևս սպառված է, նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկումներում։